Ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը պարզաբանել է այն հարցը, թե ինչու է 2026 թվականի ընտրողների թիվը մոտ 100,000-ով պակաս նախորդ 2021 թվականի ազգային ժողովի ընտրությունների թվից։ 2021 թվականին ընտրական օրենսգրքում տեղի ունեցած փոփոխությունների համաձայն, որոնք ուժի մեջ մտան 2022 թվականի հունվարի 1-ից, ընտրողների ցուցակներում ընդգրկված են անձինք, որոնց փաստաթուղթը կամ վավեր է, կամ վավերականության ժամկետը լրացած է ոչ ավելի քան 6 ամսով, մինչդեռ 2021 թվականին որևէ նմանօրինակ ֆիլտր չի կիրառվել, եւ 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների թիվը ընդգրկված է եղել ցուցակներում, պարզաբանել է Նելլի Դավթյանը։ Նա նաեւ պարզաբանել է այն հարցը, թե ինչու է ընտրողների թիվը Հայաստանի մշտական բնակչության թվի համեմատությամբ մեծ։ Նշեմ, որ ոչ թե բնակչության շրջանակում է գեներացվում ընտրողների թիվը, այլ առհասարակ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձանց շրջանակում եւ բնակչության վայրը բնավ կապ չունի, ասել է նա։